Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Հովհաննես Իշխանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Իշխանյան։ Բարև ձեզ։ Այսօր պատերազմի 5-րդ տարելիցն է, բայց հարցը մնում է դեռ բաց, ով բերեց պատերազմը։ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է նախկին նախագահներին, նախկին նախագահները մեղադրում են Նիկոլ Փաշինյանին։ Ձեզ համար այս հարցը պատասխան ունի։ Այս հարցը նույնիսկ քննարկելու ենթակա չի, որովհետև մենք չենք քննարկում երկրագունդը տափակա, թե կլորա, դա անիմաստ քննարկելու հարց է, թեև ստիպված են որոշ աստղագետներ եւ ֆիզիկոսներ եւս մեկ անգամ հիմնավորել։ Նախ 5 տարի առաջ այսօրը դեռևս ողջ էին այն մարդիկ, որոնք գնում էին Արցախ, մտածելով, որ Արցախի ազատության եւ մեր իրավունքների պաշտպանության համար են գնում կռվելու եւ պատրաստ են իրենց կյանքը տալ։ Այնինչ Նիկոլ Փաշինյանը նրանց խաբելով տանում էր զոհեր, որպեսզի Արցախը հանձներ։ Միանշանակ է այս հարցի պատասխանը, որովհետեւ եթե այդ մարդիկ իրենց ոնց որ վերջի շունչը փչել են այն մտքով, որ իրենք իրենց կյանքը տվեցին Արցախի պաշտպանության համար եւ այնտեղ կա գերագույն գլխավոր հրամանատար եւ դիվանագիտական կորպուս, որոնք իրենց արյունը կպաշտպանեն, հա, իրենց վերջի շունչը ոնց որ կտանեն բանակցությունների, նրանք այդ վերջի շնչին լրիվ հակառակ վարկը ցուցադրեցին, հատկապես 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո քաղաքականությունից չհեռանալով, ոչ թե հրաժարական չտալով, այլ քաղաքականությունից չհեռանալով, որովհետև եթե պատասխանատու գործիչի պարագայում աղետը այնքան մեծ էր, որ այդ պարագայում ինքը պետք է աղեկի դες քաղաքականությունից հեռաներ, գնար, ասենք, չգիտեմ, ուրիշ բանով զբաղվեր։ Հիմա դրանից հետո շարունակվեց այդ process-ը, շարունակվեց Արցախի հանձնման process-ը։ Այս մարդիկ դեռևս արյունները, այտենց ժողովրդական լեզվով ասած, դեռ չսարեց, արդեն բանը Թուրքիայի հետ սահմանները բացելուց էին խոսում։ Շատ լավ հիշում եմ այն ժամանակվա բաներ, էկոնոմիկայի նախարարներ, տարբեր տեսակի բաներ, ու արդեն սկսեցին Շուշիի հայկական լինելը հարցականի տակ դնել։ Պատկերացնում եք, օրինակ ինձ զորակոչում են, ինձ կանչում են պատերազմ, հա, մոբիլիզացնում են, ես գիտեմ, ես պետք է գնամ պատերազմ, որովհետև իմ ընտանիքի մեծ ընտանիքի ազգի հարցն է, ես պետք է գնամ այնտեղ պաշտպանեմ, ինչ էլ լինի հետս։ Ու ասենք ենթադրենք ես զոհվեի։ Ենթադրենք ես զոհվեի ու հիմա իմանալով դե լավ, ես կզոհվեմ, հետո կշարունակեն իմ գործը այնտեղ։ Ու սրանք ինչ հայեցին, փաստորեն այս մարդիկ, որոնք Շուշիի համար զոհվեցին, ասացին Շուշին դժբախտ քաղաք է, մեզ պետք է Շուշին։ Ասացին, բայց ուզում եք ասել Շուշին հայկական քաղաք է։ Հետո Ռուբենյաններով եւ մնացած տարատեսակ մարդկանցով Շուշին սկսեցին արտաբերել Շուշա, ադրբեջանական տարբերակով, անմիջապես պատերազմից հետո։ Ու այս ամբողջ փաթեթի մեջ, եթե մենք տեսնում ենք, ուղղակի մենք ապրողներս պարտավոր ենք այդ զինվորների վերջի շունչը փչածը, ինչի համար որ իրենց վերջի շունչը փչել են, մենք շարունակենք իրենց շունչը, վերցնենք այդ շունչը ու շարունակենք։ Ինչը անում ենք, բայց դերևս թերի, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնենք։ Եվ ի վերջո Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում, չէ, Աղավնոյում Բերձորը հանձնեցին այն պարագայում, երբ որ նոյեմբերի 9-ով պայմանավորված է, որ պետք է բան չանեն, առաջ խաղացում չլինի։ Այսինքն ամեն ինչ հակառակը արեցին, ինչ որ այդ զինվորի ցանկություններ եւ იღձներ ինչի համար ինքը իր կյանքը զոհել էր։ Նիկոլ Փաշինյանն այսօր լուսանկար էր ապարակել, որտեղ ծնկի է իջած եւ ծնկելուց լավ է։ Հա, եւ գրել է կարծեմ գրել է «Փառք մեր նահատակների, կեցե Հայաստանի Հանրապետությունը»։ Նիկոլ Փաշինյանը ինչ է ուզում ցույց տալ այս նկարներով, այս գրություններով։ Իր համար այս մարդիկ զոհվել են հանուն Թուրքիայի էքսպանսիայի, հանուն Թուրքիայի առաջխաղացման։ Նա տարել է այդ պատերազմը ստեղծել է, հա, ասենք գնաց ասած Արցախը Հայաստանը եւ վերջ, ասած բանակցությունները 0 կետից եմ սկսելու, բանակում կադրային ջարդ սկսեց, լավագույն գեներալների դեմ դատ սկսեց, Հերոսի ինստիտուտը սկսեց վերացնել, այնտեղ այդ Սասուն Միքայելյանը հիշում եք հայտարարեց Արցախի պատերազմից մեծ հաջողություն է, այսինքն այդ տրամադրությունները, այդ կամքը որ կար, հայկական այդ հաղթանակած, այդ թվում նաեւ ապրիլյանի ժամանակ, այդ կամքը օգտագործեցին Թուրքիայի առաջխաղացման համար։ Հիմա իրականում այս զոհերը որ կան, իրենց համար նշանակություն ունեն, քանի որ խաբելով տալ են, զոհել են, որպեսզի հասնեն իրենց նպատակին։ Հիմա դրա համար այդ բան են անում, շնորհակալություն են հայտնում։
Հասկանում եք, իհարկե զոհի նպատակին հակառակ շնորհակալություն է, բայց իրենց համար այնուամենայնիվ դե պետքա բան անեն, շնորհակալություն հայտնեն, որ ու մյուս կողմից այս Նիկոլ Փաշինյանական այս համակարգը ինքը միշտ տենց քննադատում է հայրենասիրական պաթոսը, հա, այդ կենացներ եք ասում, չգիտեմ ինչ եք անում եւ այլն, բանման, ինչը լավ են անում եւ ես մեր բոլոր լսողներին խորհուրդ եմ տալիս անպայման կենացով իրար հետ հաղորդակցվեն, ուղերձներ հղեն, հատկապես մեր պատանդների, Բաքվում պահվող պատանդների համար ամեն առաջի կենացը իրենց տվիրեն եւ իրենց հիշեն։ Բայց այս ամբողջ այս սրանց այդ բան համագումարը եւ այս իրա ծնկիչները, սա այդ պարտվողականության պաթոսն է։ Այսինքն եթե մենք ունենք մի հատ պաթոս, որը արվում էր, որպեսզի մեր իրավունքները պաշտպանվեին, եւ դրա արդյունքում մարդիկ գնում էին իրենց ամենաթանկ բանը կյանքը տալիս էին մյուսներից համար, սրանք փաստորեն այդ պաթոսը օգտագործում են ի նպաստ հայերի ցեղասպանության։ Այս ծնկիչն այդ փարք եւ այլն այդ տեսակի լոզունգները եւ ընդհանրապես նրանց այս հռչակագիր կոչվածը ամբողջ պաթոսախեղտ է։ Սա կոչվում է պարտության պաթոս եւ այս եթե կասենք թուրքական եւ ադրբեջանական հաղթանակի պաթոս, այս տարածքում այս հայկական որտեղ հայերն են իրենց կեցությունը իրականացնում, այս տարածքում անհրաժեշտ է պարտվողականության պաթոս ցույց տան կենացներ խմեն հանեն այդ պարտության։ Ինչ անում են, այս դրսևորումն է, այդ ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը։ 44 օրյա պատերազմը օբյեկտիվորեն կարող է չլինել։ Իհարկե, միանշանակ կարող է չլինել։ Տեսեք, եթե դուք դատում եք ապօրինի գործ եք հարուցել, Արցախի առաջի պատերազմի հիմնական հաղթանակների գեներալին, հա, գեներալներից մեկին, Յուրի Խաչատուրովին, որը հայտնի է, չէ, իր այդ Ղափանի օպերացիայով, հետո քարվաճառով եւ այլն, ինքը ոնց որ սկսեց այդ հաղթանակների շրջանը, ինքը մեկն էր այդ ուղեղներից, բանակի ուղեղներից, որը իմիջայլոց ողջերից, չէ, որտեղ ասեք Իվանյանը չկա, Դարի Բալթայանը չկար, շատերը չկային, Հրաչիկ Անդրեսյանը չկա եւ այլն, Մոնթեն չկար։ Հիմա այս պարագայում մնացած գեներալիտետը, որը կարող էր ունակ էր այդ կանխելու, դա ասենք Յուրի Խաչատուրովն էր, արդեն ժառանգ էր թողել Գրիգորի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանը որպես առաջին նախագահ, բանում Արցախում նախագահ, որի ժամանակ այդ հաղթանակներն էին կերտվում եւ սենց փաթեթով գործ էին սարքել նրանց գլխին։ Մենք զայնագրություններից տեսել ենք, չէ, Արթուր Վանեցյանի եւ Խաչատուր ինչյան էր ՀԿՑ-ի պետը իրենց այդ Սասուն Խաչատրյանից այդ ձայնագրությունից տեսենք մարդկանց գլխին գործ էին սարքում։ Հիմա սա ասենք բանակը ջլատելու մի process-ը, մյուս process-ը այդ հասարակությունը տրամադրելու բաների դեմ, էլի այդ Արցախի ազատագրման եւ հասարակությունը առհասարակ պարակտելով, մյուս process-ը դատական իշխանությունը զավթելով, որպեսզի երբ որ այդ գործողությունները կատարեն, դատական իշխանությունը օգտագործեն ի նպաստ իրեն։ Մյուսը, որ ասենք այդ հիշում եք Տավուշի դեպքերի ժամանակ 140-ից ավելի մեդալներ սկսեցին պարգևել, մի դիրքային բանը անց ներկայացրեցին, ոնց որ բանն էր, գնացը Բաքու էին անձամբ ղեկավարել է գործողությունը։ Այդ հա, այդ դե կարող է անձամբ ղեկավարել այդ իմաստով, այսինքն այդ մեդալները տալու, որպեսզի այդ մեդալը ինչի համար են տալիս, դա ինչ որ պարգև է, որտեղ դու ինչ որ գործողություն ես կատարել, որը ուրիշները դժվար թե կատարեն կամ պիտի հələ կատարեն, այսինքն առանձնացնում է քեզ այդ գործը։ Ինքը բռնում է, ասենք 100-ից ավելի այդ մարտական խաչերներ բաժանում, մեդալներ խաչում դիրքային գրոհի համար։ Այսինքն զուտ այնքան որ ավտոմատով կրակես ու մի կողմից ըստեղ այդ մեդալի ինստիտուտը բանանում փոշիացնում, մի կողմից Ադրբեջանին լարում է, ժողովրդին լարում է սրանց դեմ։ Գիտեք, օրինակ 2008 թվականին երբ որ ստեղ մարտի 1-ի դեպքերն էր, ես այդ ժամանակ ծառայում էի, մեզ էլ հայ-հայատ անում էին արդեն բանի, պատերազմի, մենք գիշերը արդեն ամեն ինչ հավաքել էինք, որ առավոտը պետքա գնանք, բայց հանդարտվեց։ Մարտակերտի շրջանում եղել է թերևս պատերազմից հետո 94 թվի ամենամեծ միջադեպը, գրող այնտեղ եկել են մի քանի նույնիսկ գյուղեր են մտել եւ այլն, հետո մենք հետ ենք շպրտել, բայց սրա մասին չի խոսացվել։ Իսկ ինչի՞ չի խոսացվել սրա մասին, որպեսզի չգրգռի Ադրբեջանի ժողովրդին,
ասեք պատկերացեք, այդ գրոհը շատ ավելի մեծ էր, քան այդ Տավուշի դեպքը, իբր sense մի հատ ավտո էր եկել թողել էին բանման, բայց այդ մտածողությունը կա, չէ՞, եթե ես հիմա sense ինչ-որ մի հատ եսի ինչ ներկայացնեմ, կարող է այնտեղ Ադրբեջանում այլ տրամադրություններ առաջանան։ Սա չի նշանակում, որ պետքա չտոնես հաղթանակները, սա նշանակում է պիտի հաղթանակը տոնես, ոչ թե դիրքային sense մի հատ փոքրիկ ինչ-որ միջադեպ է։ Ու այս գործողությունները, որտեղ այնտեղ հետո տեսանք, ալի մտան ազգային ժողով ադրբեջանցի Ալիևը Մամեդյարովին հանեց ու չմոռանանք նաև Հայաստանը իր հարաբերությունները վատացնում էր իր դաշնակիցների հետ, Ռուսաստանի հետ էր վատացնում եւ Իրանի հետ էր վատացնում հարաբերությունները ու նաև այն ակնարկները, որ հուշում էին Հայաստանին, որ բանա լինելու, պատերազմ լինելու, եկեք զորավարժություն անենք, անտեսում էին, ինչպես նաև ամսի 26-ին, այսօր Կարեն Վրթանեսյանն է հրապարակել, ամսի 26-ին հայկական ժամանակ թերթը, որը մենք գիտենք Արցախը հանձնած անձի թերթն է, այնտեղ կոչում էին մի հատ ինչ-որ բառով էին կոչում, այս պահին կարող չի հիշեմ, բայց վարկաբեկում էին մարդկանց, ովքեր որ զգուշացնում էին հեսա պատերազմը սկսելու, ամսի 26-ին, եւ հաջորդ օրը պատերազմը սկսվեց։ Օրինակ, կամ բանի ժամանակ էլ, հա, եթե հիշենք պատերազմի 44 օրյայի ժամանակ ինչ տեղի ունեցավ, դրա համալրումը դադարեցրեցին։ Կանոնավոր բանակը սկսեց քանդել այս մարդը։ Հիշում եք, երբ որ բաներ, ասում էր 30 հոգով քուչում հավաքվեք, ընտրեք հրամանատար, գնացեք։ Մենք կարողացանք հաղթել պատերազմը 92 թվականից, քանի որ ջոկատներից վերացվեցին կանոնավոր բանակի, սա 44 օրում սկսեց այդ կանոնավոր բանակը քանդել։ Այսինքն այդ բոլոր գործողությունների տրամաբանությունը, չնայած հիմա արդեն պարզ է, հա, եթե հրաժարվում են կոնկրետ Արցախից նկարը բան քարտեզներից հանում, արդեն պարզ է, թե ինչ են արել, իրանք էլ են խոստովանում, ասում եմ 18 թվականից էլ է պետք է ասեի, որ սենց նենց է չի։ Եվ միանշանակ, եթե չէ, պատերազմ կլինի, նայեք, այստեղ տարբերություն կա, պատերազմ գուցե եւ լիներ 2016 թվականին եղավ, բայց չէ լինելու այն պատերազմը, որը զինվորին խաբելով տանում է նահատակում է։ Նույնիսկ ես ասեմ, կարող է պարտվեինք, նույնիսկ կարող է պարտության պատերազմ լիներ, ասենք որոշ շրջաններ կորցնեինք, բայց այնտեղ հիշում եք, նույնիսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր ասում, որ եկեք համաձայնենք այս տարբերակին, բայց այնտեղ Ստեփանակերտ, Շուշի եւ այլն մի քանի շրջան տակ մնավ եւ սա ասում էր, բայց իս դավաճան կասեին, հիշում եք։ Բայց նույնիսկ կարող է պարտվել, բայց դավաճանական պատերազմ մենք չէինք ունենա, Դավաճանը Նիկոլ Փաշինյանը ասես։ Դավաճան կոչվում է նա, ով անցնում է թշնամու կողմը եւ սկսում է վնասարարություն անել իր այդ սկզբնական համայնքին։ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը, նոյեմբերի 9-ից հետո հրաժարական եւ քաղաքականությունից չհեռանալը, հա, Տավուշի տարածքները տալը, Գորիս Կապան ճանապարհը բոլորիցս գաղտնի տալը, Շուշի հայկական լինելը կասկածի տակ դնել, այս բոլորը թշնամու կողմը անցնելու գործողություններ են, որը վնասել է ինձ։ Ես հիմա Արցախ չեմ կարող գնամ, իմ իրավունքները խախտված են եւ իմ միջելուց միջազգային դատարանից հայցերը հետ կանչելն էլ եւս թշնամու կողմը անցնելը։ Հիմա թե ինչի արդյունքում է թշնամու կողմը անցել, դա հարցի այլ մասն է եւ վճիռը այն է, որ այստեղ կա դավաճանություն։ Թե ինչի արդյունքում է ասել, դա արդեն այլ քննարկման թեմա է։ Եվ այս դավաճանի սահմանմամբ, այո, նրանք դավաճան են, սահմանեցի չէ, որ դավաճան են։ Այնինչ պետք էր ապացուցել։ Հիմա ինչքան էլ ուզում է գնան իրար համոզեն, ինչքան էլ մեզ ուզում է ասեն դավաճան ենք, դավաճան չեք։ Ըստ սահմանման իրենք դավաճան են։ Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե ես համաձայնեի օրինակ պատերազմը կասեցնել, այդ դեպքում ինձ կասեին դավաճան։ Այս պարագայում մի քիչ հակասություն չկա արդյոք, որ ինքը մինչև վերջ չի փորձել համաձայնել Ադրբեջանի պահանջներին։ Նոյեմբերի 9-ից այդ քաղաքականությունից դուրս գա։ Լավ, ենթադրենք մտածել է իրանք ասեին դավաճան, ենթադրենք տես տոգորվել է։ Նոյեմբերի 9-ից հետո դու պետք է գնաս, որովհետև դու քո խոստումը ոչ թե չես կատարել, այլ դու քո խոստմանը լրիվ հակառակն ես արել։ Դու եկել ես Արցախի ինքնորոշման հարցով, չէ՞, մենք մարդիկ քեզ վստահել են, որ կլինի, չգիտեմ, ժողովրդավարություն, հələ դրանք մի կողմ, բայց կլինի Արցախի ինքնորոշմամբ կզբաղվես, հայոց ցեղասպանության ճանաչմամբ կզբաղվես եւ այլն։ Դու դանում ես դրա հակառակը։ Դե նոյեմբերի 9-ից հետո գնա, ասեիր, ներեցեք, ես սխալվեցի, ես չկարեցա, կամ իմ մտքերը սխալ էին, ես հեռանում եմ։ Ես սա քաղաքականությունը իմ տեղը չի։ Ես վերադառնում եմ հայկական ժամանակ եւ շարունակեմ զրպարտել մարդկանց։
դեղին մամուլով զբաղվեմ։ Գնայր, հասկացան։ Բայց երբ որ այդ պահից սկսած ինքը չգնաց, պարզ էր, որ շարունակվելու է Ադրբեջանի պահանջների կատարումը։ Պարզ էր, չէ, եւ կատարվեց, չէ, բերեց նրան, որ Արցախը հանձնվեց Ադրբեջանին։ Եթե գնար, մենք կունենայինք հնարավորություն նոր իրավիճակ։ Իմիջիալից մի բան էլ կա, որ պետք է հիշենք։ Պատերազմի ժամանակ օպերատիվ շտաբ ստեղծելու առաջարկ եղավ բոլոր նախավարչապետերով եւ նախագահներով։ Մերժեց այս մարդը։ Դուք պատկերացնում եք, ասենք, դու պատերազմի մեջ ես, քո ռեսուրսները, քո ստեղծել ես, չէ՞, այդ մարդիկ համալսարանները կան ստեղ, բան ինստիտուտներ կան, դրանցով անցել են, եւ մենք ունենք այդ տարերը, այդ էլեմենտները, որ դնում ես համակարգի մեջ, սկսում են աշխատել։ Եվ ինքը հրաժարվում է դրանից։ Դավաճան չի, բա ինչ է։ Մի խոսքով, ենթադրում եմ այդ թեման արդեն նույնիսկ ոչ թե արդեն դավաճան բառն էլ չի ճիշտ, որովհետեւ ավելի շատ նմանվում է բանի թուրքական քաղաքացիական բանակի սերժանտի, այսինքն մարդ, որը պարզապես Հայաստանում թուրքական ինչ-որ ենթասպայ է, որը կատարում է այդ թուրքական երազանքի այդ մի մասնակաթ։ Ասենք պատկերացեք, մենք ունենայինք այսպիսի մի մարդ, որը թուրքերեն էր խոսում եւ մենք մտնում էր, ասենք, թուրքական քաղաքականության մեջ, իշխանությունը վերցնում էր, իհարկե թուրքական լոզունգներով, թուրքական լոզունգներ որն է, սրանք կցեղասպանենք, դրանք կցեղասպանենք, մի խոսքով, այտենց դառնում էր, գալիս էր դառնում էր իշխանության ու սկսում էր, այտենց դեպքեր եղել են, չէ՞, օրինակ Հունաստանում եղել է, Եգիպտոսում եղել է։ Մի խոսքով Հիմա Նիկոլ Փաշինյանը խոսում է 4-րդ հանրապետության մասին։ Հա, դա շատ ծիծաղելի է։ Հա, ձեր կարծիքով այս 4-րդ հանրապետությունը ինչ տեսք է ունենալու, ինչ ատրիբուտներով է տարբերվելու 3-րդ հանրապետությունից։ Ուրեմն միանգամից որպեսզի հարցը ճիշտ սկսենք քննարկել, պետք է ասենք նպատակը որն է։ Նպատակը բանը թուրքական էքսպանսիայի շարունակությունն է։ Բայց այստեղ հետաքրքիր բաներ կան, որոնք պետք է քննարկել։ Նախ Հայաստանը չի կարող ունենալ 4-րդ հանրապետություն, որովհետև Հայաստանը 3-րդ հանրապետություն չի ունեցել։ Հայաստանը ունի երկու հանրապետություն։ Մեկը 1918 թվականի հանրապետությունն է, մյուսը 1991 թվականի։ Խորհրդային միության ժամանակ դա եղել է մի շրջան, որը կամ կարող եք կոչել օկուպացիա, կամ կարող եք կոչել փորձրական շրջան, բայց դա չի եղել հանրապետություն։ Դա մենք չենք ունեցել անկախ Հայաստանի ինքնիշխան որոշումներ կայացնող պետություն, մենք սկսում ենք դրոշը չէինք կարող բարձրացնել, չէ՞, Հայաստանի եռագույնը չէինք կարող բարձրացնել։ Այդ բանի Ղարաբաղյան շարժման ցույցերի ժամանակ էր, որ մցրեցին Տիգրան Պասկևիչյանն էլ ոստիկանը որ եկավ ասաց հանի, Տիգրան Պասկևիչյանը ասաց չի լինի, արդեն արմատ է տվել։ Չէինք կարող, մեր բաներին էին, տերտերներին, եկեղեցական կաթողիկոսին էին սպանում այդ բանը իշխանությունների ինչ հանրապետություն։ Այդ 3-րդ հանրապետությունը ես հասկանում եմ, տրամաբանորեն ստեղծված է, որպեսզի պահպանվի շարունակականությունը, այսինքն իբրև թե այդ առաջին հանրապետությունից հետո ընդհատում չի եղել, տենց շարունակել ենք։ Ու հիմա նորից շարունակում ենք, բայց ես չեմ հասկանում դրա։ Ես այդպես եմ հասկանում դրա իմաստը։ Բայց իրավական ճշգրտության առումով մենք ունեցել ենք երկու հանրապետություն՝ 18 թվականի, որը ստեղծել են հայերը, եւ 91 թվականի, որը եւս ստեղծել են հայերը։ Հանրապետությունները առհասարակ ստեղծվում են հաղթանակներից հետո, ինչ-որ հեղափոխություն կամ պետական իրավական ամբողջ համակարգը փոխվելուց հետո, բայց Այստեղ ինչն է հետաքրքիր, եթե մենք մեզ կոչում ենք սովետական այդ շրջանը հանրապետություն, հիմա էլ Թուրքիան գալիս է ասում է, դե եթե դուք ասենք այդ բանի ուրիշի կամքով ձեր համակեցությունը կազմակերպելը կոչում եք հանրապետություն, հիմա էլ մեր կամքով, Թուրքիայի կամքով կոչեք հանրապետություն։ Սա հանրապետության մասով, որ արդեն իսկ Նիկոլ Փաշինյանին բան են, անունն են, նույնիսկ սխալ ներկայացնում։ Հիմա եթե խորանանք մեջը, հա, ինքը այդ ամբողջ այդ իրենց ստեղծվելիք նախ արդեն ասացինք, որ որևէ տենց իրողություն չի եղել, որ նոր հանրապետություն ստեղծես։ Չի եղել բանը իշխանական տենց համակարգի sense փոփոխություն կամ ինչ-որ հեղափոխություն, պատերազմական հաղթանակ չի եղել։ Պարտություն է եղել եւ այդ պարտությունը լեգիտիմացնելու համար ես դու այս գործողությունը իրականացնում, sense անունը բանանում շահ տալիս որպես հանրապետություն։ Ու եթե խորանանք նրանց տրամաբանության մեջ, այս իրենց ստեղծած այս հռչակագիրը մեկ նրա համար է, որպեսզի հաջորդ իշխանությունները որ գան
մանևրելու տեղ չունենան, դժվար լինի նրանց համար, որովհետև փաստացի սրանք Արցախի հարցն են մի կողմ, դեն են շպրտում եւ ընդհանրապես հայերի որևէ առաքելություն այնտեղ գոյություն չունի։ Միայն երջանկության բանը կա, գաղափարը կա, այսինքն ազատության, արդարության եւ ինքնավստահության, ժողովրդի ինքնավստահության փոխարեն նրանք մենակ համաձայն են, որպեսզի լինի ժամանց։ Այսինքն մենք միայն ժամանցով զբաղվենք, գնանք, ասենք, ով սիրում է, չգիտեմ, խմել, ով սիրում է թմրանյութեր օգտագործել, ապարել, տժալ, դրանով զբաղվի, իհարկե ժամանցը կարևոր բաղադրիչ է ժողովրդի համար, բայց այդ ժամանցը ինքը ուղղվում է մնացած նպատակների համար, ոչ թե ժամանցն է լինում նպատակը զուտ։ Եվ այդ երջանկության համար, բայց այստեղ մի կարևոր բաներ կա, ովքեր են երջանիկ։ Երջանիկ են նրանք, ովքեր ներդաշնակ են, ովքեր գտել են իրենց կյանքի իմաստը։ Օրինակ, սրանք ինչքան էլ աղետ բերում են մեր գլխին, բայց ես որպես անձ, ես երջանիկ եմ այն իմաստով, որովհետև ես ներդաշնակ եմ, ես գիտեմ, թե ինչ եմ անելու մինչև կյանքիս վերջը, ինչին եմ ծառայելու, ինչ նպատակներ ունեմ։ Եվ եթե դու հանում ես պայքարը, մարդու հանում ես ինչ-որ երազանքներ, ինչ-որ նպատակներ, ինքը դառնում է դժբախտ, ոչ երջանիկ։ Հիմա պատկերացրեք Նիկոլ Փաշինյանից, պատկերացրեք իրենց պայքարը հանենք։ Նիկոլ Փաշինյանն է, ասենք այն մնացած Ալեն Սիմոնյանն է բանը, սաղ օրը պայքարի մեջ են, չէ, ժողով են անում եւ մտածում են հիմա ինչ անենք, եկեք 3 նախագահներին հավասար հայհոյենք, ենթադրենք ու հետո գնում են սկսում են պայքարել։ Հիմա հանենք այդ պայքարը իրանց մեջից, իրենց կյանքը անիմաստ է դառնում։ Եթե դուք պայքարում եք, ինչի եք բան անում, մցնում չպայքարի գաղափարը։ Շարունակենք, այնտեղ նշվում է, որ ԵՄ անդամակցության պետք է գնանք պահպանելով բաները, մեր հարաբերությունը, բայց արդեն այդտեղ կազուս է։ Դու քո հարևանները ունես, Իրանը 1, Ռուսաստանը բանը քվազի հարևան եւ այդ ԵՄ անդամակցությունը արդեն բերում է բաների այդ խնդիրների կամ դու ինչ ես բանանում այդ քո ուղղությունը վեկտորը ինչ ես բերում մցնում ասենք հռչակագրի նպատակների մեջ հետո կոռուպցիայից են խոսում բայց մենք այս տարիների ընթացքում տեսանք որ ամբողջությամբ ընտրովի է կոռուպցիան ասենք բանին դա ամեն օր ինչ-որ բռնագանձման հեքիաթներ են պատմում, բայց Խաչատուր Սուքիասյանը սահմանադրությունը խախտելով դեռևս падգամավոր է։ Դե Խաչատուր Սուքիասյանը, իմիջիայլ Խաչատուր Սուքիասյանի պարագայում էլ, եթե ի վերջո այստեղ վերջնական հաստատվեն թուրքական կարգեր, այնուամենայնիվ նրա գույքն էլ են բռնագանձելու եւ թող շատ չուրախանա այդ իմաստով էլի։ Հետո Ադրբեջանի հետ խաղաղության կապը այստեղ չկա խաղաղություն, որովհետև ուժերի բալանսը խախտված է։ Հասկանում եք, խափում են այս ժողովրդին, թե կա գոյություն, չի կարող գոյություն ունենալ խաղաղություն, եթե հակակշիռներ չկան։ Եթե Ադրբեջանը ուժեղանում է, ինքը իր բանակն է ուժեղացնում եւ այլն եւ այլն։ Իսկ մենք որևէ բան չենք անում, մենք որևէ բանով չենք կարող հակակշռենք։ Ոնց որ Փաշինյանը եկավ դատարանները սա գրավեց, թողեցին այդ իմ նախկին մերոնք ՀԿ-ները իրավապաշտպանները ասացին լավ է անում գնա գրավի դատարանները ազգային ժողովը սահմանադրական մեծամասնություն ամբողջությամբ գրավեց հիմա ինքը իրան կարգել է եւ երկրի օրենք եւ կառավարություն եւ հակակշիռ չկա որպեսզի իր ապօրինությունները մենք կարողանանք զսպել օրինակ եթե բանը Սամվել Կարապետյանին իր խոսքի համար տանում են նստացնում են կամ Միքայել Սրբազանին ապօրինի տանում են 3 տարով կալանա հակակշիռ չկա որպեսզի մենք կարողանանք սա զսպել նույնը Ադրբեջան Հայաստան պարագայում է եթե ինքը բարձրանում է ինքը ամեն ինչ ստեղ գրավում է ենթակառուցվածքները ճանապարհները չգիտեմ բանակն է իր ուժեղացնում իսկ դու ոչ մի բան չես անում դու անընդհատ այսպես ենթարկվելու ես անընդհատ ընկնելու ես Սամվել Կարապետյանի օրը որպես ազգ այսինքն քո խոսքի համար քեզ տանելու են նստացնեն ուրեմն էս էլ է անհեթեթություն բանում այդ իրենց այսպես կոչված հռչակագրում դա իսկ վերջում իհարկե ծնկի են իշնում նահատակների առաջ այսպես կոչված եւ տեսեք օրինակ մարդիկ կան որոնք չեն նահատակվել չէ իրենց կամքով իրենց գիտակցությամբ գնացել են կռվել են նույնիսկ զորք են հավաքել եւ այդ իրանց լեզվով ասած շատ զինվորականներ ասում են չէ մենք բախտը չունեցանք դաշտում ընկնելու բայց ամեն դեպքում չեն ընկել օրինակ Աշոտ Մինասյանը հիմա բան արեցին Սիսական ջոկատի հրամանատարը նրան դատապարտեցին ազատազրկման ապօրինի կրկին ինչ որ իր ռեստորանից մի քանի 100 մետր այնտեղ առյուծի վանդակ կար առյուծեր մնում տարը ինչ որ զենքեր են հայտնաբերել առյուծնացանելով արել չգիտեմ ու տենց կապել են իբր ապօրինի զենքն տանում են կալանավորում են հիմա այս մարդը այդ
որը կոչում են նահատակներ, իրանց այդ նահատակների ամբողջության համակարգի մեջից է, բայց չնահատակված։ Ուրեմն դու ո՞նց ես այս պաթոսը, այս կեղծ պաթոսով իջնում նրա ծնկի առաջ։ Դու նրա ընդհանրապես կարող են ԿՊ-ն իջնել նահատակների ծնկի իջնել, ինչը ողջունելի է, բայց խառակիրի անելու համար, որպես իրենց պատիվը պահելու, հա, մենք չկարողացանք ձեր պատիվը պահենք, կորցնելով մեր պատիվը եւ մենք ստիպված ենք ձեր պատիվը եւ մեր պատիվը վերադարձնելու համար անենք խառակիրի։ Այդ կլինի հասկանալի։ Շատ լավ, հետևենք։ Հա, այնտեղ ժողովրդավարության մասին էլ կար այդ բանում, այսպես կոչված հռչակագրում։ Այդ ընդհանրապես մի հատ առանձին sense մի հատ բան է, ստի արկղ է, հա, այսինքն ժողովրդավարություն եւ այս իշխանությունը, որտեղ մարդը վերակենում, ասում է կառավարությունը ես եմ եւ միջազգային հարցերով գրասենյակի ղեկավարին գործից հեռացնում է, որովհետեւ նա ասել է իր մասնագիտական կարծիքը, Դրմեյանի մասին է խոսքը, որին հարց են տալիս, ասում են միջազգային դատարանների վճիռները, որոշումները կատարելը պարտադիր, ասում է հա, պարտադիր է, հա, պարտադիր է, ասում է, հարցում են, մածունը սպիտակ է, ասում է հա, սպիտակ է։ Հետո գնում են Նիկոլ Փաշինյանին, ասում են, գիտեք ինչ կա, կառավարությունում մարդ կա, որը ասում է մածունը սպիտակ է։ Ասում է ոնց թե մածունը սպիտակ է, իմ կառավարությունը ես եմ, չի կարա մեկը իմ կարծիքից այլ կարծիք ունենա։ Ու մեկ էլ հաջորդ օրը Դրմեյանին հեռացնում են աշխատանքից։ Խոսում են ժողովրդավարություն։ Ու խոսում են ժողովրդավարությունից, երբ որ սա դատական իշխանությունը գրավել են Facebook-ով մարդը հրահանգ է տալիս կալանավորելու ազատ խոսքի համար, որը պաշտպանում էր իր եկեղեցուն, հետո իր ունեցվածքը խլում են։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում էի Հայ ԱԿՎ ազգային քաղաքացիական միավորման անդամ Հովհաննես Իշխանյանի հետ, կհանդիպենք։